Մեր մոտեցումը հետևյալն է, որ մեր երկրի ներսում եւ մեր երկրի շուրջ խաղաղ չի, մինչեւ այդ ընտրությունները տեղի են ունենալու բազմաթիվ դեպքեր եւ իրադարձություններ։ Հետևաբար մենք պետք է պատրաստվենք ցանկացած սցենարի, այդ թվում նաեւ փողոցային պայքարի, եւ երբ որ կգա ընտրությունների ժամանակը ու տեղի կունենան այդ ընտրությունները, այն ժամանակ մենք կքննարկենք այդ ընտրությունների մասնակցության ձևաչափը, ինչ օրակարգով, ինչ մոտեցումներով եւ ինչ ֆորմատով։ Այս պահին մենք այդ հարցին չենք անդրադարձել, որովհետեւ նաեւ դրա իմաստը չենք տեսել։ Օրինակ, մենք միշտ պնդել ենք ու հիմա էլ կանխատեսում ենք, որ մինչեւ ընտրությունները բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենալու։ Օրինակ, արդյոք սա մինչեւ ընտրությունները չի կնքելու կապիտուլյացիայի պայմանագիրը, որ ինքը ներկայացնում է խաղաղության համաձայնագիր։ Այսինքն, ինչ եմ ուզում ասել, որ մինչև ընտրությունները կա 1 տարի ժամանակ, իսկ մինչև ընտրությունները կա տեղի ունենալու տարբեր իրադարձություններ եւ պետք է շատ հստակ պատրաստ լինել ցանկացած սցենար։ Իսկ այն մոտեցումը, որ դե լավ ընտրությունները անիմաստ է, Սես ձևակերպեմ, կա Հայաստանում մի քաղաքական ուժ, որ ասել այդ ընտրություններին չեմ մասնակցում։ Այդ թվում նաև նրանք, ովքեր այդ ընտրություններին դեմ են խոսում, իրենք հայտարարել են, որ չեն մասնակցում։ Այսօր ընդհակառակ իմ տպավորությամբ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր միավորները ըստ էության պատրաստվում են այդ ընտրություններին։ Բայց մեր մոտեցումը շարունակում է մնալ հետևյալը. պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի, չպետք է բացառել փողոցային ճանապարհով սրանց հեռացնելը, ընդհակառակը պետք է պատրաստվել առաջին հերթին դրան։ Նոր դրա արդյունքների հիման վրա կհասկանանք այդ ընտրությունները երբ տեղի կունենան, ինչ ֆորմատով, որովհետև ես նույնիսկ նման ձևակերպում եմ տվել, որ եթե սրանք շարունակում են մնալ իշխանության, շատ հետաքրքիր է այդ ընտրությունները Հայաստանի ինչ սահմաններում է տեղի ունենալու, որովհետև սրանք աշուն գարուն սովորաբար Հայաստանից ինչ